հեռահաղորդակցության, ճանապարհաշինության ու կոմունիկացիոն այլ ցանցերի ընդլայնման գործընթացը։ Խանջյանը նաև առանձնակի ուշադրություն էր հատկացնում երկաթուղային նոր գծերի շինարարությանը, ընդ որում ոչ միայն արդյունաբերությանը լրացուցիչ խթան հաղորդելու, այլև ժամանցային ատրակցիոններում այն կիրառելու նպատակով, ինչը մեծ նորարարություն էր սովետական երկրի համար։ Մասնավորապես նա Հրազդանի ձորի մանկական երկաթուղու ստեղծումը, որը մեծ նվեր էր երևանյան մանուկներին։ Հերթի մեջ էր նաև Երևան-Սևան երկաթուղու բարդագույն ու հավակնոտ նախագիծը, որի մասին 10 տարի առաջ Հայաստանում նույնիսկ չէին հանդգնի երազել։ Այս եւ մյուս նախաձեռնությունները Հայաստանը առաջ մղեցին ամենադինամիկ զարգացող խորհրդային հանրապետությունների շարքը, բնակչությանը խոստանալով բարեկեցության լուրջ հեռանկարներ, իսկ ղեկավարությանը Հանձին Խանջյանի մեծ հեղինակություն։ Միջոցառում չկար հասարակ տեղերում նույնիսկ ոչ միայն ձեռնարկության բացում կամ որևէ հիդրոէլեկտրակայանի հիմնադրամ, այլ սովորական միջոցառումների դպրոցներում աշակերտների հետ հանդիպման կամ պիոներ ճամբար այցելելուց տեսնում ենք Խանջյանի սովորական հասարակ իբրև մահկանացու եւ առանձին դեպքերում պատմում են, որ նույնիսկ ուղեկիցներն իր հետ չէր վերցնում երբեք, այլ մտնում ժողովրդի մեջ ժամերով քննարկումներ անում, իբրև հասարակ նրանցից ծոցից դուրս եկած անձնավորություն, որին ավելի շատ ժողովրդին մտահոգող խնդիրները, որ առաջ էին քաշում, հենց տեղում կազմակերպում ու լուծում էր տալիս դրանց։ Ականատեսներից պատմում են, թե ինչպես նա շաբաթը մեկ անգամ կամ ամիսը մի քանի անգամ ոտքով իջնում էր Ձորագյուղ, Ձորագյուղից բարձրանում էր այն գաղթականների շրջանում, որով լցված էր Երևանը, գալիս էր դեպի կենտրոնական մաս, Զարաբի խան եւ այլ Հովշարի Իջևան, Ցախի Մեյդան, որտեղ հանդիպում էր բոլոր գաղթականներին, նրանց հետ անհատական զրույցում, իմանալով ժողովրդի ցավը, իմանալով ժողովրդի վիճակը։ Եվ պատմում էին, թե ինչպես նա կանգնում էր այնտեղ աղբյուրներից մեկի կողքը եւ ասում էր. «Ժողովուրդ, ով ինձ մի բաժակ ջուր կտա»։ Աղասի Խանջյանի արձանագրած շլացուցիչ հաջողությունները չէին կարող անտարբեր թողնել կուսակից գործընկերներին Մոսկվայի կենտկոմից եւ Արևան հանրապետություններից, սակայն հիացական արձագանքների հետ նաեւ լսելի դարձավ որոշ մարդկանց հոխորտանքը, ինչը կասկած նախանձի արդյունք էր։ Ի մասնավորի դժգոհությունները հնչում էին Անդրկովկասյան հանրապետությունների ֆեդերացիայի կենտկոմի որոշ գործիչների անունից։ Բանն այն էր, որ այդ մարմինը վերադասատյան էր Անդրկովկասի հանրապետական կենտկոմների համար, եւ դրա քարտուղարությունը, որն ըստ ավանդույթի հանձնված էր վրացիներին, մշտապես մեծ խանդով էր վերաբերվում այն իրողությանը, որ Հայաստանը զարգանում է առավել արագ տեմպերով։ Շնորհիվ այդ զարգացման Խանջյանի հեղինակությունն արագաճում էր օրորի, եւ ըստ երևույթին չէր կարելի բացառել, որ նա կարող էր մի օր հայտնվել Անդրֆեդերացիայի բոլշևիկ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում։ Պատահական չէր, որ Խանջյանի հասցեին հնչած առաջին մեղադրանքները վերաբերվում էին նրա վարած տնտեսական քաղաքականությանը, թե իբր նա աննպատակ է վատնում հանրապետության փողերը եւ տարեց տարի աստղաբաշխական գումարներ է պահանջում Մոսկվայից անհեռանկարային նախագծեր իրականացնելու համար։ Սակայն կարճ ժամանակ անց абսուրդային լուրեր տարածողները հասկացան, որ իրենց մեղադրանքը չի դիմանում եւ ոչ մի քննադատության։ Խանջյանի ծրագրերում աննպատակային ծախսեր չկային։ Նրա յուրաքանչյուր տնտեսական ձեռնարկ անմիջապես ապացուցում էր իր հեռանկարային ու շահավետը։ Ի վերջո Խանջյանին մորոտելու համար շրջանառության մեջ դրվեցին այլ կարգի մեղադրանքներ, որոնք վերաբերում էին նրա կուսակցական եւ քաղաքական գործունեությանը։ Եվ ամենևին պատահական չէր, որ այդ լուրերն ակտիվացան հենց այն ժամանակամիջոցին, երբ Անդրկովկասյան կենտկոմի քարտուղարության աթոռին աճ գցեց ամենազոր Լավրենտի Բերյան, ով մինչև 1931 թվականը ղեկավարում էր Անդրֆեդերացիայի գերագույն քաղաքական վարչությունը ԳՊՈ-ն, կառույց, որը հետագայում պիտի վերակազմավորվեր ու ստանար տխրահռչակ իր նոր անունը՝ ՆԿՎԴ։ Մինչև մեր առեղծված է մնում Խանջյանի սպանության վարկածը, սակայն հայտնի է, որ դա կազմակերպել է այն ժամանակվա Վրաստանի կենտկոմի քարտուղարներից արդեն Բերյան, որ հետո գիտենք, որ դարձավ ներքին գործերի ժողկոմ եւ
Ստալինի ամենավստահելի անձերից մեկը, նա կարծես նախանձում էր եւ միաժամանակ չարախոսում Խանջյանի հասցեին։ Խանջյանը հենց Լենինգրադում աշխատելու տարիներին որոշակի նաև դրական, այսպես բարեդրացիական ու ջերմ հարաբերություններ ուներ նաև Ստալինի հետ, որը դուր չէր գալիս Բերիային, որտեղ նույնիսկ պատմում են Ստալինը մի քանի անգամ շատ ջերմորեն արտահայտվել Խանջյանի հասցեին, նույնիսկ ձեռքսեղման ժամանակ ասել է, թե քո մայրը պիտի մի քանի հատ Խանջյան ունենար, որ կարողանար նույնիսկ մյուս, այսինքն վայրեւում էր ձեր նման վստահելի անձնավորություններ ունենայինք։ Եվ իհարկե սա բնական է առաջացնում էր Բերիայի նման անձնավորության հակակրանքը, որ ամեն կերպ Խանջյանի հեղինակությունը տեսնելով, զգալով աշխատում էր նրանից ազատվել ամեն կերպ։ Ըստ որոշ տեղեկությունների, Լավրենտի Բերիան Խանջյանին հեռացնելու գաղափարը հղացել էր դեռ 1931 թվականի հոկտեմբերին։ Բանն այն էր, որ Խանջյանը իր մի շարք կուսակիցների հետ անհամաձայնություն էր հայտնել Ստալինի Անդրկովկասի կենտկոմի երկրորդ քարտուղար նշանակել Բերիային։ Չնայած կենտկոմի անդամների դժգոհությանը, Ստալինը համառեց, եւ արդյունքում նոյեմբերին Բերիան բացի այդ պաշտոնից ստացավ նաեւ Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի աթոռը։ Լավրենտի Բերիայի հիշաչարության մասին գիտեին բոլորը, անկասկած տեղյակ էր այդ մասին նաև աղասին։ Սակայն ըստ երևույթին նրանից զգուշանալու լուրջ հիմքեր Խանջյանը դեռևս չուներ, քանզի ինքը գտնվում էր իր վայելած հեղինակության գագաթնակետին։ Գիտեր այդ մասին նաև Բերիան, ուստի չհամարձակվեց Հայաստանի առաջին քարտուղարի դեմ գործել բացեիբաց։ Խանջյանն ուներ կոմունիստի անթերի անցյալ ու նկարագիր, եւ հենց այնպես, առանց որևէ հիմքի գործ կարել նրա վրա, անհնար էր ու հղի անկանխատեսելի հետևանքներով։ Անձնական հարաբերություններում Բերիան մշտապես ուշադիր էր ու հարգալից Խանջյանի նկատմամբ, ինչը գուցե զգոնությունը թմրեցնելու նպատակ ուներ։ Այդպես թե այնպես, շուտով տեղի ունեցավ մի առեղծվածային միջադեպ, որի հետևանքը կարող էր ժամանակից շուտ հանգուցալուծել այդ թաքնված հակամարտությունը։ 1933 թվականի մայիսի երկրորդ կեսին Խանջյանը հյուրընկալվում էր Վրաստանում Բերիայի հրավերով։ Վերջինիս առաջարկով նրանք մեկնեցին հանրապետության հեռավոր շրջաններից մեկը, եւ ճանապարհի կեսին Բերիան միջալոց խնդրեց Խանջյանին փոխել մեքենաները, իբր թե ինքը աղասու մեքենայի միջից ուզում է տեսնել Բյուիկ Մակնիշի իր նոր մեքենայի ընթացքը։ Խանջյանը սիրով ընդունեց առաջարկը, սակայն նստեց Բերիայի մեքենայի հետնամասում, վարորդի կողքի տեղը անսպասելի զիջելով Վրաստանի պարտիական առաջնորդներից մեկին, Խարիտոն Խացկևիչին։ Մի քանի րոպե անց Բերիայի մեքենայի վրա նշանային կրակ բացեցին անհայտ մարդիկ, եւ Խացկևիչը տեղում զոհվեց ստացած մահացու վերքերից։ Միջադեպն անմիջապես որակվեց իբրև մահափորձ ընկեր Բերիայի վրա, իսկ հարուցված քրեական գործը շուտով փակվեց։ Այս ամենը իհարկե Խանջյանը նկատել է եւ բողոքել, ասելով, որ ես անպայման տրամասնենք զեկուցեմ Ստալինին, որ դա կազմակերպված հանցագործություն է Բերիայի կողմից։ Հմտորեն կազմակերպված մահափորձը Խանջյանի վրա տապալվել էր։ Նման երկրորդ առիթն այլևս չէր ընձեռվելու, ուստի հարկ եղավ նորից հույսը դնել քաղաքական բնույթի կոմպրոմատների վրա, որոնք գործի դնելու մեջ Լավրենտի Բերիան մեծ վարպետ էր։ Դեռևս 1933 թվականի փետրվարին Բերիայի ջանքերով Հայաստանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար էր ընտրվել Թիֆլիսահայ ոմն Արամ Միրզաբեկյանը, ում Հայաստանում ճանաչում ոչ ոք։ Նույն տարվա վերջում Խանջյանին հաջողվեց հանել Միրզաբեկյանին պաշտոնից, սակայն այս անգամ դարձյալ Բերիայի միջամտությամբ երկրորդ քարտուղարի թափուրաթոռը զբաղեցրեց Թիֆլիսեցի Ստեփան Ակոպովը, որն իր հետ Երևան էր բերել ոմն Գեորգի Ծատուրովին ու նշանակել նրան Կենտկոմում գյուղատնտեսության ու խորհուրդների աշխատանքը վերահսկող բաժնի վարիչ։ Հետագայում ուղիղ 20 տարի անց 1953-ին այս նույն Ծատուրովը Բերիայի գործի հետաքննության կապակցությամբ ուշագրավ մի ցուցմունք էր տալու։ Բերիան կանչեց ինձ իր տուն եւ ընթրիքի ժամանակ ասաց, որ ես նոր աշխատանքի եմ նշանակվել Հայաստանում։ Խանջյանին պետք է հեռացնել, հավելեց Բերիան։ Բոլոր նրանց, ում ես ուղարկել եմ այս նպատակով, ձախողվել են։ Իսկ երբ ես նկատեցի, որ ավելի լավ է Խանջյանին պարզապես հանել պաշտոնից, Բերիան պատասխանեց. հանելու համար հիմքեր են հարկավոր, եւ հենց այդ հիմքերն էլ դուք կփնտրեք։
Ծատուրովի տված ցուցմունքից երևում էր, որ ամենազոր Բերիան իսկապես մշտապես զգուշանում էր Խանջյանի հետ բաց հակամարտությունից, քանի որ վերջինս բոլշևիկյան չափանիշներով ուներ անթերի կենսագրություն ու համարվում էր սովետների առաջին դեմքերից շատերի ընկերը։ Մասնավորապես նրան շատ բարձր էր գնահատում Սերգեյ, ով իր հերթին Յոսիֆ Ստալինի ամենամտերիմ բարեկամն էր։ Ծատուրովը վկայում էր. Ակոպովի հետ Հայաստան գալուց հետո Կենտկոմի բյուրոյի նիստերին մենք մշտապես ելույթ էինք ունենում Խանջյանի դեմ, դրա համար օգտագործելով տարբեր առիթներ։ Դրանից հետո ես եղա Թիֆլիսում եւ մի անգամ այցելեցի Բերիային։ Պարզվեց, որ այդ պահին նրա մոտ էր նաեւ Խանջյանը։ Բերիան սկսեց ինձ հանդիմանել, թե ինչու եմ ես կռվում Խանջյանի հետ, չէ որ նա մեծ ու նշանավոր մարդ է, ու նրան պետք է փայփայել։ Նման մարտավարությունը բնորոշ էր Բերիային, եւ Ծատուրովի վկայությամբ մի կողմից նա շողոքորթում էր իր թշնամիներին, մյուս կողմից որոգայթ լարում նրանց դեմ։ Բերիայի խորին համոզմունքը միջոցը, որը կարող էր սասանել Խանջյանի դիրքերը, նացիոնալիզմի մեջ նրան մեղադրելն էր։ Դա փորձված մեթոդ էր։ Սակայն իր պաշտոնավարման առաջին տարիներին Աղասի Խանջյանը ոչ մի պատեհ առիթ չէր տվել նման մեղադրանքների համար։ Ընդհակառակը, Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվելուց անմիջապես հետո նա աչքի ընկավ իր մի շարք ոչ հայանպաստ քայլերով։ 1930 թվականի մայիսի 8-ին Խանջյանի առաջին քարտուղար ընտրվելուց մեկ օր անց վախճանվել էր ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը։ Լուսավորչի աթոռին բազմելու ամենամեծ հավակնություններն ուներ արքիեպիսկոպոս Խորեն Մուրադ Բեկյանը, որի նվիրված հայ առաքելական եկեղեցում Խանջյանին դուր չէր գալիս։ Այդ իսկ պատճառով հանգուցյալ կաթողիկոսի հուղարկավորության ժամանակ Խանջյանը լուսավորչի թափուր աթոռն առաջարկեց հայոց եկեղեցու պարսկահնդկական թեմի առաջնորդ արքիեպիսկոպոս Մեսրոպ Տեր-Մովսիսյանին, ասելով. «Մենք քեզ կդարձնենք կաթողիկոս, բայց դու անելու ես այն, ինչ մենք ենք ասելու»։ Մեսրոպ Տեր-Մովսիսյանը հրաժարվեց, եւ արդյունքում կաթողիկոսի ընտրությունները ձգձգվեցին մինչև 1932 թվականի նոյեմբեր ամիսը։ Հատկանշական է, որ Խանջյանը Ստալինին ուղղված իր նամակում առաջարկեց չանցկացնել կաթողիկոսի ընտրությունները եւ առհասարակ լուծարել Մայրաթոր Սուրբ Էջմիածին իբրև հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն։ Սակայն Ստալինը չհամաձայնեց այդ մտքի հետ, գիտակցելով, թե ինչ բացասական արձագանք կարող է ունենալ ժողովրդի մեջ նման անխոհեմ քայլը։ Հայոց ազգային շահերին մեծ հարված էր նաև Աղասի Խանջյանի միջամտությունը սփյուռքահայության գործերին։ 1915 թվականի մեծ եղեռնից հետո Հունաստանում ապաստանած 30,000 հայ փախստականներ հայտնվեցին սոցիալական ծանր կացության մեջ։ Համահայկական բարեգործական միության նախագահ գործարար Գալուստ Գյուլբենկյանը ձեռնարկեց Մոսուլ-Բաղդադից մինչև Տրիպոլի եւ Հայֆա նավթատարերի երկայնքով հայկական բնակավայրերի լայնածավալ շինարարություն։ Թուրքիայի կառավարությունը արձագանքեց այդ ձեռնարկին հիստերիկ ջեղաձգումներով եւ բողոք ուղղեց Մոսկվային, թե իբր հայերն այդպիսով հիմնում են վրիժառության օջախներ թուրքական տարածքների ինտերվենցիա կատարելու համար։ Ստալինի ճնշմամբ Աղասի Խանջյանը 1931 թվականի հոկտեմբերի 14-ին հանդես եկավ մի զեկույցով, որում Գյուլբեկյանի նախաձեռնությունը որակեց իբրև Խորհրդային Միության եւ բարեկամական Թուրքիայի դեմ ուղղված թշնամական արարք։ Արդյունքում 1933 թվականի մայիսին Գալուստ Գյուլբենկյանը խորը հիասթափություն ապրելով հրաժարական տվեց ու ազատվեց բարեգործական միության նախագահի պաշտոնից։ Գլխավորապես հենց այս միջադեպի պատճառով էլ իր մահվանից 2 տարի առաջ 1953-ին մեծ բարերարը կտակեց իր բազմամիլիոնանոց կարողությունը Պորտուգալիային, խորհրդային Հայաստանին բաժին չանելով ոչինչ։ Ըստ որոշ վկայությունների, հետագայում Խանջյանը շատ էր զղջացել իր այդ արարքի համար, գիտակցելով, թե ինչպիսի ծանր վիրավորանք էր հասցրել ինքը Գյուլբենկյանին։ Այդպիսով, սկզբնական շրջանում իսկապես Խանջյանի հակառակորդները ոչ մի լուրջ փաստարկներ չունեին նրան նացիոնալիզմի մեջ մեղադրելու համար։ Իսկ իմիջիայլոց հարկ է նշել. այն ժամանակներում ազգանվիրություն եւ ազգայնամոլություն հասկացությունների միջև ոչ մի զանազանում չէր դրվում։ Խանջյանն անխոցելի էր թվում, սակայն Բերիան նկատեց, որ հետզհետե Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը ավելի մեծ ուշադրություն է սկսում դարձնել ազգանապաստ գործունեությանը։ Այդ տարիներին նա ամբողջությամբ նվիրվեց հայ ժողովրդի կրթական համակարգը բարելավելու, նոր դպրոցներ կազմակերպելու եւ այլը։
Դրա հետ միասին նա լուրջ ուշադրություն էր դարձնում մշակույթի զարգացմանը։ Եթե անգամ հիշեք միայն օպերայի կառուցումը, դա բավական կլինի պատկերացնելու Խանջյանի մտածելակերպը ամբողջ Հայաստանի մշակույթի հետ կապված։ Մասնավորապես Խանջյանը մտերմիկ հարաբերություններ հաստատեց Չարենցի, Բաքունցի, Ալազանի եւ հայ արվեստի ու գրականության մյուս գործիչների հետ։ Բոլոր նրանց, ում հանդեպ հեռացնելու ծրագրեր էին մշակում։ Խանջյանը հովանավորում էր մտավորականությանը, անհրաժեշտության դեպքում անձամբ էր զբաղվում նրանց կարիքները հոգալու գործով, եւ նույնիսկ չէր խոչընդոտում ազգային գաղափարաբանության տարրեր պարունակող նրանց գործունեությանը։ Մասնավորապես նա թույլատրում էր հրատարակել այնպիսի բնույթի գրքեր, որոնց վրա դրված էր մոսկովյան գրաքննության արգելանքը։ Հայ ինտելիգենցիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու գործում նա գնաց այնքան հեռու, որ նամակագրական կապ հաստատեց նույնիսկ Սփյուռքայի մտավորականության ու անվանի գրականագետ ու արձակագիր Արշակ Չոպանյանի հետ։ Մի հանգամանք, որ հետագայում առիթ էր տալու հակառակորդներին մեղադրել նրան դաշնակցական գործիչների հետ կապ ունենալու համար։ Ազգային բնույթի խնդիրներին վերաբերող խանջանական քաղաքականության շրջադարձը մեծ զարմանք առաջացրեց նաև Սփյուռքայի շրջանակներում։ Այդ իմաստով հատկանշական են հայտնի դաշնակցական գործիչ Արշակ Ջամալյանի մի առիթով ասած խոսքերը. Խանջյանի մեջ արթնացել է հայրենասեր հայի խիղճը։ Խանջյանը, երբ կարդում ես արդեն նրա զեկուցումները համագումարներին կամ ժողովրդական տնտեսության ամփոփման արդյունքները, որ գործ ունենք իրոք ազգային դիմագիծ ունեցող պետական գործչի հետ, որը առաջին հերթին մտահոգվել է նաև մեր ժողովրդի ճակատագրի հարցով։ Եղել են դեպքեր, իրադարձություններ, նույնիսկ նրա մտահոգության առարկան Արևմտյան Հայաստանի նաև ազգագրության խնդիրներ եւ հաճախ հանդիպումների, խոսակցությունների ժամանակ այդ թեմայի քննարկումների բազմիցս անգամ նա ընդգծել է այդ նաև Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձի խնդիրը։ Սակայն տվյալ պարագայում բնական է դա ավելի շուտ զուտ գաղտնի խոսակցությունների արդյունք էր, չէր կարելի հրապարակավ հայտարարել Ստալինի անհատի տարիներին։ Վերջապես Խանջյանի գործունեությանը աչալուրջ հետևող Բերյան վճռեց, որ հաշվեհարդար տեսնելու պահն արդեն եկել է։ Իր մահավճիռը Խանջյանը ստորագրեց ինքը, մի առիթով անզգուշաբար արած արտահայտությամբ, թե ճիշտ չէ, որ ամբողջ իշխանությունը Անդրկովկասում եւ Թիֆլիսում կենտրոնացված է մեկ հոգու ձեռքերում։ Ակնարկն անմիջապես Բերիայի փոխանցմամբ հասավ Ստալինին, որն էլ ըստ երևույթին անձամբ հրահանգեց ասպարեզից հեռացնել Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարին։ 1935 թվականին Հայաստանի